Տիկին Վարդանյան, մի քանի օր է Հայաստանում Եվրամիություն, Հայաստան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներն են, Մակրոնի այց ու ամեն ինչը իշխանությունը ներկայացնում է, որ դրանով Հայաստանի կշիռը շատ բարձրացել է աշխարհում եւ այս գագաթնաժողովները ապացուցում են, թե Հայաստանը ինչքան ընդունված է Եվրոպայում։ Նախ բարի գալուստ բոլոր եվրոպական պաշտոնյաներին, առաջնորդներին, Հայաստանը միշտ է բաց եղել։ Ինձ մոտ գիտեք, հենց վատ ասոցիացիաներ են տպավորությունը, որ պերիֆերիայում ապրող մեկը տենց քաղքինի մտածելակերպով տենց սիրուն շորերը հագնում է, ուզում է դուր գալ դրսից եկած այդ լավ սպիտակ չակերտների մեջ իհարկե հյուրերին։ Ես այդպես չեմ պատկերացնում, որ մեր արտաքին հարաբերությունները պիտի կառուցվեն, ես ավելի կոնկրետ հարցեր ունեմ։ Միջոցառումները սիրուն են, դրանք իրենք լավ են կարողանում անել։ Հայաստանի շահը որն էր, ինչ կոնկրետ արդյունքներ մենք ունեցանք, խոսվեց գերիների մասին, մեր օկուպացված տարածքների մասին խոսվեց, լավ, այս հարցերով չեն ուզում խոսել, Եվրամիության ներդրումները, որ խոստացվել էին, որտեղ են հասել, ինչ կոնկրետ ուղղություններով են ֆինանսավորվում, այդ հայտարարությունները, հիմա որ ասեմ, կասեն Ռուսաստանի մենակ չէ, այստեղից հնչել են աշխարհի բոլոր գերտերություններին բանանող, թիրախավորող հայտարարություններ, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։ Սա մեզ պետք էր, այս պահին, թե պետք չէր, այս ամեն ինչը մեր տարածքից պիտի հնչեր, դա մեզ օգուտ էր, թե օգուտ չէր։ Սրանք են հարցերը, որոնց պատասխանները որքան մենք խորանում ենք, այնքան հասկանում ենք, որ այո, շոուն լավն էր, բայց ամեն մեկը այդտեղ ուներ իր շահերը եւ ես չեմ մեղադրում որևէ պետության իր շահ ունենալու համար։ Ես հարցնում եմ որտեղ է այդտեղ Հայաստանի շահը։ Ես ասում եմ, որ եթե մենք այդ գագաթնաժողովին ունենայինք Հայաստանի շահը ներկայացնող, այլևի ելույթից հետո մենք կունենայինք պատասխան, որ առնվազն որ հայերը խաղաղության մասին ասում ենք, ինչ է, որ սա հայերը սեպարատիստներ են եղել, որ մենք խաղաղ ինչ խաղաղություն են երկուստե կառուցում։ Լավ, շատ լավ, կարող եք հաջորդ ճեպազրույցի ընթացքում այդ մունատների արանքում իրեն հարցնել աշխարհում ուրիշ որտեղ այդպեսի խաղաղություն կա, որտեղ քո հետքը վերացնում են, քանդում են քո մշակութային տարածքները, քո տարածքը օկուպացված են պահում, այդ ընդունում են, չէ, դեռ չեն հերքել։ Գերիներ ունեն, քո քաղաքացիներին գերի են պահում, ու քեզ ասում են, դեռ ասում են, որ դա արդարություն է, քեզ էլ բան են, սեպարատիստներ են անվանում, էլ վիրավորական մասած արտահայտություն չանեմ։ Եթե Ալեն Սիմոնյանը կամ որևէ մեկը աշխարհում այդպիսի խաղաղության օրինակ կարող է բերել, շատ լավ քննարկենք սա, ճիշտն ասած նմանա լրիվ ուրիշ բանի է նման ու խաղաղության ճիշտ հակառակին կամ առնվազն գերեզմանային խաղաղության։ Այս է խնդիրը, որևէ մեկին պետք չի մեղադրել, որ իրենք ունեն իրենց պետական շահ, ազգային շահ, արել են դրան համապատասխան երևի հայտարարություններ, ես այդտեղ ուղղակի հայկական շահ չեմ տեսել, իմ խնդիրը դա է եղել։ Գեյների վերադարձի մասով սպասումներ չունեք, որովհետև Մակրոնը խոստացավ, որ այդ հարցով Ալիևի հետ կխոսի։ Կուզեի, որ բացի Մակրոնից մնացած բոլորն էլ խոսեն, ինչքան խոսեն, այնքան լավ։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պիտի մենք արդեն չքննարկենք, մանավանդ երբ հայտարարում ենք, որ խաղաղություն է եղել։ Ես չեմ հասկանում ինչն էր խանգարում ի վերջո օգոստոսի 8-ին, երբ նախաստորագրվում այդ թուղթը, ամենավերջին տարբերակ օգոստոսի 8-ին, այդ նախաստորագրումը նաև կապել բոլոր գերիների վերադարձի հետ։ Ես չեմ հասկանում ուղղակի։ Եթե դա պետք էր, եթե բոլորը ուզում էին ցույց տալ իրենց բարի նպատակները, իրենց խաղաղասիրությունը, դա պետք էր նաև ԱՄՆ նախագահին։ Լավ, ի՞նչն էր խանգարում։ Կարող է խանգարում էր, որ դա Հայաստանի կողմից առաջ չտարվել այդ հարցը։ Երանի բոլոր գերիները օր առաջ վերադառնան ու Երանի դա նախընտրական հերթական խաղաքարտ չդառնա։ Ասում են 19 գերի մնացին, նոր Ալեն Սիմոնյանն ասում էր մենք դրանց վերեդու ուղղությամբ ամեն ինչ անում ենք եւ այդ գործընթացը միշտ իրենք ասում են լրություն է սիրում։ Մենք չենք խոսում, բայց գործ ենք անում։ Ռազմաքաղաքական ղեկավարությանը բերելու ուղղությամբ ամեն ինչ անում են, գերի համարում են ընդհանրապես, պահանջում են իրենց վերադարձը։ Հա? Թե իրենց հայ չեն համարում։ Ռուբեն Վարդանյանին պահանջում են, մնացած բոլորին պահանջում են։ Լսել եք? Թե հակառակ հայտարարություն եք լսել։ Իսկ չենք տեսել մենք դա։ Բարձ հարց եմ տալիս, պահանջում են այդ բոլորին պահանջում են, թե տարբերակել են ով է հայ, ով հայ չի։ Եվ ուղղակի էլի եմ կրկնում, որ ամենավատ տրամաբանությունը կլինի, եթե դա նախընտրական տրամաբանություն է, այսինքն մի քիչ գերի բերենք մեր վարկանիշի վրա լավ ազդի ու հարցը արմատապես չլուծվի։ Իսկ այս հարցը կարող էր արմատապես լուծվել միջև այս պահը։ Եվ երբ էլ լուծվի լավ է, բայց պիտի լուծվի։ Դրա համար պետք է այս հարցը ամբողջական փաթեթով առաջ տանողներ։ Տիկին Վարդանյանը, ընդհանրապես Հայաստանի հետ կապված այս մի քանի օրերին դրական ոչ մի բան չեղավ, թե գագաթնաժողովի ժամանակ համայնքի, թե Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ, թե Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության հետ հռչակագրի ստորագրման հետ կապված։ Եղանակը լավ էր, ես այն խալին էլ շատ դեմ չէի, նորմալ էր,
Մնացածը, գիտեք, այնքան բան են հայտարարել հռչակագրեր, աննախադեպ ներդրումներ միլիարդների, ոչ մեկի հետքը չենք տեսել։ Ես իրավունք ունեմ սկեպտիկ վերաբերել բոլոր հայտարարություններին, որոնց հետևանք մենք, այսինքն դրական արդյունքը այդպես էլ չենք տեսնում։ Գալիս են ինչ-որ հայտարարություններ են անում, դրական հետևանքը չենք տեսնում։ Ես վստահ եմ, որ այսինքն ես կարող եմ նաև ենթադրել, որ Մակրոնը կարող է հայերեն թվիթել գրել, արել է դա էլ վատ գնահատելը դժվար է։ Ես ասում եմ, ռեալ կոնկրետ ինչ ունենք, հասկանանք։ Հիմա Վենսի այցից հետո էլի դեռ բան է, քանի միլիարդի ներդրում է այդ հարցն մենք քննարկում, երբ է լինելու, որ ոլորտում է լինելու է թե չի լինելու, այդ ներդրումներ թե պարտքեր։ Հիմա ինչ կոնկրետություն, ինչ ունենք։ Կարծում եմ Փաշինյանի համար նախընտրական լավ միջոցառում էր։ Դե լավ են արել, պետական բյուջեով լավ են արել։ Ես կուզենամ բոլոր այն կազմակերպությունները եւ մնացածները, ովքեր օրինակ ջրերով երթի մասին, մեզնից ֆինանսավորման թափանցիկություն հաշվետվություն են պահանջում, այս բոլոր միջոցառումների մասին նույնպես ԿՊ-ի հիմնադրամից այդպիսի պարզաբանումներ պահանջեն։ Այ որ մասն է սրա նախընտրական եղել, որ մասը նախընտրական չի եղել, որն է նախաքարոզչական եղել, որը չի եղել։ Հուսամ այդ տարբերակված մոտեցումը չի լինի։ Տիկին Վարդանյան կոնկրետ քայլեր եք ասում, օրինակ Մակրոնը ասում է, որ 8 տարի առաջ ոչ մեկ չէի պատկերացնում Հայաստանում այս լիդերներից, որ կգան։ Որտեւ Հայաստանը ասում են Ռուսաստանի արբանյակ է դիտարկում։ Դե դա վիրավորանք է հայ ժողովրդին։ Հայաստանի անկախության տարիները թեկուզ մեկը, թեկուզ երկուսը արբանյակի տարիներ անվանել։ Դա մտածողություն է, որը մեր ժողովուրդը չի ունեցել։ Ես ցավում եմ, որ Ֆրանսիայի նախագահը այդպիսի հայտարարություններ անում, եւ երկրորդը, ճիշտ ասած, գիտեք, ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը չի, որ պիտի հերքի կամ հաստատի Մակրոնին, իր բոլոր նախորդները պետական ամենաբարձր այսերով եղել են Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա եղել են թե չեն եղել, Ժակ Շիրակը եղել է թե չի եղել, Նիկոլա Սարկոզին ծնկած էինք մենք նախորդ այդ տարիներին։ Լսեք, եթե իրենք ծնկած են եղել, կներեք, էլի թող չպրոյեկտեն, իրենց արշինով թող չչափեն։ Մենք ծնկած չենք եղել։ Եթե ես հասկանում եմ, գուցե իրենք այո, մինչև իշխանության գալուց հետո էլ կարող է փոխվել են ում առաջ են ծնկած, կարող է այդպես է եղել։ Դա մեր պետության հետ ինչ կապ ունի։ Դա մեր պետության հետ ինչ կապ ունի։ Հայաստանի Հանրապետությունը 18-ից առաջ էր իր շահերը պաշտպանում տարածքային ամբողջականությունից մինչև իր քաղաքացիների շահեր, թե 18-ից հետո է դա պաշտպանում։ Մենք գերիներ երբ ենք ունեցել, լավ ավելի པարզ օրինակ կարող ենք ասել, օկուպացված տարածքներ երբ ենք ունեցել։ Մնացած ամեն ինչ, այսինքն էլ մնացած դետալներն էլ չասեմ, հայկական Արցախ, պատմամշակութային ժառանգությունը լավ, այս տարական բան է։ Ոնց կարելի է ինքնիշխանության մասին խոսել օկուպացված տարածքներով։ Ավելի ինքնիշխան ենք դարձել։ Դե եկեք բան անենք, Հայաստանի Հանրապետությունը լուծարենք, տենց ընդհանրապես ոչ մեկից կախված չենք լինի։ Աշխարհում ոչ մեկից կախված չենք լինի, ամենաանկախ վիճակում կլինենք։ Մենք այդ տեսակետին համաձայն ենք։ Հիմա դուք կարծում եք այս աջակցությունը, որը ուղիղ նաև Փաշինյանին ներկայացվեց, սա ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքի վրա եւ ինչպես են աջակցելու, այսինքն ավելի Փաշինյանի դիրքերը ամրացավ այս այցերից։ Նախ չեմ կարողանա այդպիսի կանխատեսում անել, հանրային տրամադրությունը ամեն օր փոխվում է, ես մի պարզ բան եմ ուզում մեր քաղաքացիներին փոխանցել, իրենք են որոշում ով է լինելու Հայաստանի ղեկավար։ Իրենք ում որոշեն, այդ ղեկավարի հետ էլ միջազգային բոլոր գործընկերները հաշվի են նստելու, բանակցելու են, ավելին շնորհավորելու են։ Այս ղեկավարներից որևէ մեկը, եթե երկարամյա պաշտոնյա է, Հայաստանի որևէ ընտրություն օրինակ չի ասա, որ կեղծված է եղել, որևէ միջազգային առաքելություն այդպիսի հայտարարություն չի արել։ Միշտ հաշվի են նստում այն իրավիճակի հետ, որը ստեղծվում է երկրի ներսում։ Այսինքն, թող ձեզ ուղղակի չփոխանցեն, որ արդեն ամեն ինչ որոշված է, մեծ խաղացողները նստել են, որոշել են, ով պիտի լինի Հայաստանի ղեկավար, որ ձեր ձայնը այդտեղ դեր եւ նշանակություն չունի։ Այդպես չի։ Ինչպես դուք գնաք քվեարկեք, այնպես է լինելու է եւ հակառակը բոլորը դրա հետ են հաշվի նստելու։ Դրա համար իմացեք, որ այն միֆերը, որ ձեզ ներկայացնում են, այ Հայաստանը, չգիտեմ, չի համագործակցի արևմուտքի հետ, ԵՄ դեպի վիզաների ազատականացման գործընթաց չի, ճիշտ հակառակը շատ ավելի սահուն կլինի, հայտարարություններից բացի ռեալ գործընթաց կլինի։ Եվ Հայաստանը բնականաբար շարունակելու է մնալ բաց համագործակցության համար տարբեր գործընկերների հետ։ Ում դուք որոշեք ղեկավար, դա լինելու է եւ շատ ավելի լավ շարունակելու է այսինքն վարելու է կառուցողական կոմպլեմենտար քաղաքականության գիծ։ Վարդանյան, Դաշնակցությունը Քոչարյանի օրոք իշխանության մաս էր, Սերժ Սարգսյանի օրոք ինչի այդ ժամանակ այդ վիզաները չէին ազատականացվում։ Վիզաների ազատականացման գործընթացը սկսել է, երբ որ Դաշնակցությունը, ինչպես նշեցիք, մաս է եղել երկրորդ նախագահի հետ, շատ խորհրդանշական էր այդ հարցը, եթե չէինք ուզում էինք փակենք երկիրը եւ չգնանք վիզաների ազատականացման, հետաքրքիր է ինչ են գործընթացը սկսել, Եվրոպական խորհրդին էլ ենք անդամակցել երկրորդ նախագահի կառավարման տարիներին, երրորդ նախագահի կառավարման տարիներին գործընկերներ այո եղել ենք կոալիցիոն
շատ ավելի կարճ ժամանակ 3 տարի ընդհանուր առմամբ հանրագումարում եւ այդ ընթացքում այդ ուղղությամբ ՍԵՊ-ն կնքվել է 2017 նախագահի կառավարման ժամանակ եւ դա ամենահամակարգային փաստաթղթն է, որ մենք հիմա ունենք Եվրոպայի հետ եւ ինչպես տեսնում եք ավելի կոնկրետ են եղել ջանքերը, հայտարարություններից բացի կոնկրետ քայլեր են եղել։ Հիմա եթե դուք ինձ հայտարարություններից բացի ավելի կոնկրետ քայլեր ցույց կտաք, ես շատ ուրախ կլինեմ, որտեղ մեր քաղաքացիներով վիզաների են դիմում, կոնկրետ քայլեր կարող են ցույց տալ, բայց հակառակի մասին վկայող, որ ավելի դժվարացել է գործընթացը, ավելի երկար են սպասում, դեսպանատներ կան, որ փակվել են, միջնորդական։ Եմեն կներեք կոնկրետ ասում է, որ հիմա Հայաստանը միակ պետությունն է, որ առարկայական եւ բարձր մակարդակով քննարկում են վիզաների ազատականացումը։ Շատ լավ է, այդ քննարկումները միայն արդյունավետ բանակցողները կարող են արագացնել, շատ լավ է, եթե մենք միակ երկիրն ենք, այլ արդյունավետ բանակցողները միայն կարող են այդ բանակցությունները արագացնել։ Ես այդտեղ հարց չեմ տեսնում։ Վերջը լավ, այս մարտիկ ինչ հաջողված պրոյեկտ ունեն, որը մենք պիտի տեսնենք, ասենք, այս սրա օրինակով հեսա վիզաները կազատականացվեն։ Ինչ են հայտարարել, որ արել են։ Ես աշխարհաքաղաքականից, անվտանգայինից անդին։ Ժողովուրդ ջան, ձեզ ինչ են խոսք տվել, որ պահել են։ Գործարանները, որ խոսք են տվել, կառուցել են։ Ձեզ էլ մեղադրում են, ասում են գնացեք կանգնել է Լինսի հիմնադրամի սարքած Դիլիջանի թունելի առաջ, ասում են, տեսեք Քոչարյանի օրոք ինչ թունել են առանց պարտքի կառուցել։ Որն է այդտեղ սխալ։ Չէ, իշխանություններն ասում են, որ դա Լինսի հիմնադրամը։ Okay, եւ ով է բանակցել, որ կբերեն, ասինքն վատա որ համոզել ենք, ներդրում ենք, բերե պարտ չենք ավելացրել, ոչ պետական բյուջեի հաշվին թունել ենք սարքել։ Այդտեղ ես չհասկացա։ Շատ ուրախ եմ, որ դիտում են այդ ռիլերը, լավ կլինի նաեւ տարածեն։ Չհասկացա խնդիրը ո՞րն է։ Այսինքն այո, հիմնադրամ ենք համահայկականին նման ստեղծել, ներդրումներ ենք բերել, պետական բյուջեից դուրս մեգա նախագծեր ենք արել։ Ի՞նչն է վատ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չուզի, էլի կարող ենք անել։ Պիտի պարտք ավելացնենք պետական ամեն մեկի վրա պիտի նորածին երեխան հիմա չծնված երեխան մարդ որ պլանավորում է երեխա արդեն այդ երեխան պարտք ունի տենց պիտի անենք ո՞րն է խնդիրը այո արել ենք եւ երբ խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավումից նոր որակի բարձրացումից այսպիսի նախագծերի մասին ենք խոսում որ այո մենք ունենք ռեսուրս որը թույլ կտա մեզ առանց պետական սուղ միջոցները նախ դրանք պիտի արդյունավետ ծախսվեն, բայց այդ պետական սուղ միջոցները չծախսելով մեգա նախագծեր իրականացնենք Երևանում վիճակը տեսնում եք մեզ պետք են նոր հանգույցներ, ենթակառուցվածքներ, շրջանցիկ ճանապարհներ։ Մենք այդպիսի 8-ը պատրաստում ենք կառուցել, ունենք նախագծել ենք որտեղ որ ամեն օր դուք 2 ժամ խցանման մեջ չմտնեք։ Վատ կլինի, որ դա անենք օրինակ նաև Սփյուռքի ներուժով։ Պիտի պետական պարկ վերցնենք, պետական պարկ չենք նախատեսում վերցնել դրա համար։ Բյուջեի հաշվին դա չեք անելու, դրսի։ Չէ, ես այդպես չասացի, պիտի իհարկե հասկանալ որը որտեղ, չէ, ասացի պետք է հասկանալ որը ինչքանով որտեղ, բայց այո, հնարավորինս պետական բյուջեն աշխատելու ենք խնայել, ինչ վատ բան կա։ Այդ թվում նաև պարոն Քոչարյանի միլիարդները ծախսելով դարան կկառուցեք։ Հիմա միլիարդեր թե միլիոններ, ես այդտեղ խճճվեցի այդ պատմության մեջ, եւ Ես ազգային արժույթով եմ ասում ամեն դեպքում։ Հա, ես իրոք խճճվեցի այնքան տարբեր թվեր ասեցին, եւ եթե պարոն Քոչարյանը անօրինական միլիարդներ կամ միլիոններ տարբեր արժույթներով։ Չէ, մի անգամից հետաքրքիր է որ ես հարցնում եմ այդ միլիարդներով եք կառուցել, դուք մի անգամից պաշտպանում եք այդ միլիարդները, ասում եք։ Չի փորձում պաշտպանել, հակառակը, տեսեք ինչ սկանդալային հայտարարություն եմ անում։ 8-րդ տարին է դատախազը որ եկել է այստեղ։ Կլինի վերջը parzi ինչն է օրինական, ինչ անօրինական, ինչը ինքը իրավունքներ ունենալ, ինչն էլ չէ վերադարձնի պետությանը։ Եթե չեն կարող, եթե իրենք չեն կարողանում, ես ինչ մեղք ունեմ։ Վերադառնանք հարցին։ Պարոն Քոչարյանը անձնական միջոցներից ներդրումներ կանի Հայաստանը շրջանցնելու, ուժեղացնելու համար, թե ոչ։ Նախ անձնական միջոցներից ներդրումը բոլորս արդեն անում ենք եւ ինչի մասն ենք հիմա խոսում քննարկում ենք, որ օրինակ անձնական Սիստեմայից ստացած մի տարվա եկամուտը Ես վստահ եմ որ դրա հետ էլ խնդիր չունենա, բայց երբ որ մենք խոսում ենք մեգա նախագծերի մասին, ես չեմ կարծում որ պիտի գնանք տեսնենք ով որ մեկը իր գրպանից ինչքան պիտի դնի։ Պիտի ստեղծենք համակարգեր, որը կարող են այդպիսի օրինակ Լինսի հիմնադրամը, չէ՞, չենք գնա, մեկին չենք ասել, այ օրինակ դու ոնց որ մի քիչ շարուստ ես, կարողա մի բան անես, թունել կառուցենք։ Ենթակառուցվածքներ է պետք սարքել, այդ թվում նաև ֆինանսավորման ենթակառուցվածքներ։ Մենք համակարգային մոտեցում կողմնակիցներ ենք։ Էլի ինչ վատ հարցեր կա։ Մեկ էլ կպականներ են։